Ինչն է նաև հետաքրքրական, այդ Ստամբուլյան հանդիպմանը հետևեց Իսլամական համագործակցության կազմակերպության Ստամբուլյան հռչակագիրը ընդդեմ Հայաստանի, ծանոթ եք երևի այդ տեքստը։ Այո։ Կա նաև Իրանի ստորագրությունը, ինչն է զարմանալի այստեղ, չէ՞, այդ հռչակագրի տակ։ Դեսեք, որ Իրանը վերջապես իսլամական պետություն է, իսլամական երկիր է եւ անոնց կառավարությունը բոլորովին անկախ չէ այս բոլորեն։ Այսօր ամեն ինչ շատ խառնաշփոթ վիճակի մեջ է։ Թուրքիայի մեջ այսօր կորզող կառավարության թիրքորոշումը հայտնի է, բայց ಅದր ինտիմատիվները, եթե նույնը կվերապերի հայոց, հայության, հայերու իրավունքներուն, հայերու արտարության բանջին, կտեսնենք, որ թյուրավ նույն լեզվով կխոսին։ Բակրատ, իսկ հետևում եք Հայաստանի ներքաղաքական կյանքին, բավականին իրադարձային օրեր են։ Այո, կհետևիմ եւ քիչ մնալ անշուշտ զարմանքով, իսկապես ինձ դղայական տվեցավ այդ պլան գոչվածը, որ իբրև թե ժամ առ ժամ տասավորած են, թե որ քայլերում պիտի մեն ինչ պիտի անան, ինչպես պիտի ըլլա, եւ հիմա արդեն գուկա փերման ենթարկելու, սերպակալելու կորզտացումը, անշուշտ կհետևինք առանց գադարյալ գերբով ընկալելու անցած դարձածը։ Դուրսեն ավելին չեն կրնար քիդնալ, քիդակցիլ, բազիվ կհետևինք կփորձենք հասկանալ, բայց որքանով կհասկանանք, իսկապես վիճելի երևույթ է։ Դե շատերի կարծիքով կամ մեծ հաշվով Հայաստանը գնում է ընտրությունների եւ այդ խմորն է պատրաստվում հիմա։ Հայաստանը, այո, առաջիկա տարի արդեն մենք ընտրություններու շրջանի մեջ վիդելան, չէ, 2026-ին։ Այո։ Մեկ տարուց էլ քիչ ժամանակ։ Ինչի ժամանակ։ Մեկ տարուց էլ քիչ արդեն ժամանակ կա։ Մեկ տարուց քիչ, այո։ Հետևաբար անշուշտ որ թեժ վիդել այդ ընտրաբայկարը, ադալ զգալի է, հայտնի է, տեսնենք պիտի հետևինք։ Իսկ Թուրքիայում ներքաղաքական կյանքը խաղաղվեց որոշակիորեն։ Ոչ, որովհետև ինտիմության դեմ ճնշումները շատ սաստկացան, փերման ենթարկելու, սերպակալելու դեպքերը շատ հաջախակի հետը սովորական դարձան, թե քաղաքական գործիչներու հանդեպ, թե լրագրողներու հանդեպ, այսինքն իշխանության հաջելի չտվող յուրաքանչյուր հոդված փերման ենթարկելու, ապա սերպակալվելու պատճառ կրնա դառնալ անհիմն ահագին մեղադրանքներով։ Եվ վերջինը դուք տեղում եք եղել, կարող եք ասել, Պոլսո պատրիարքարանը իսկապես բոյկոտել է Հայաստանի վարչապետի այցը։ Ամոթալի գերվով։ Խայդարակ գերվով։ Մեզ համար շատ ցավալի պատկեր բարձվեցավ պատրիարքարանի այդ ընթացքով, որովհետև գազམ་ագերբությունը ծրագրողները նախապես պատրիարքարանը դեղյակ բայեցին դե վարչապետը Իստանբուլի այցելության շրջանագին մեջ գուզե այցելել նաև պատրիարքարան եւ գուզե մոմ վարել գետրոնական եկեղեցվո մեջ, մայր եկեղեցվո մեջ։ Այդ բոլորը գիտնալով հանդերձ այդ ձանր բիդի խոսիմ ներող եղեք քիչը այդ սրիգաները համարցակեցան պատրիարքարանը գղբելու անձնակազմը դունդրգեցին օրը ոչ աշխատանքային օր հրճագեցին, որովհետեւ չընդունին Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Սա իսկապես սրիգայական մագարտակի ոտնձգություն ուներ հանդեպ Հայաստանի Հանրապետության պետականության։ Չեմ ասել վարչապետի անձին, այլ Հայաստանի Հանրապետության պետականության։ Եթե անոնք կաթողիկոսի ուղված յուրաքանչյուր մեղադրանք կընդունին եկեղեցվո թեմ հալածանք, ուրեմն իրենց այդ վարկնա պետականության թեմ հալածանք էր։ Ոչ թե վարչապետի անձին թեմ։ Վարչապետը իր անձով նաև կներկայացնե Հայաստանի Հանրապետությունը։ Հայ ժողովուրդը։ Մենք որպես քաղաքացիներ, որքան որ
ձուխն ենք այդ եկեղեցու, նույնքան քաղաքացիներն ենք այդ բեդականության։ Այստեղ նշանակություն չունի, թե ուղղակի յուրաքանչյուրս քաղաքացիություն ունի, թե չունի, մեր հայ գոչումը բավարար է, որ Հայաստանի վարչապետը ողջունենք իբրև մեր վարչապետը։ Եվ անոնք այս գիտակցությունը չգրցան ունենալ հոգևորականներ կոչված գլանը, ադիկա գլան մնե։ Բարձրապես գլան մնե, եւ այդ գլանը ոչ թե եկեղեցու, այլ իր շահերուն հետամուտ է, իր մեկ ցավ պատճառող արարքին դեմ միասնապար աղմկելու կոչված զանգվածը, ոչ թե ժողովրդին հոգևոր առաջնորդները։ Ես սկիզբեն ասի, որ ձանր մի խոսիմ, որովհետև շատ վիրավորված եմ։ Արժանապատվության խնդիր համարած եմ այս մեկը ինձի, իմ ընտանիքիս, իմ շրջապատիս, իմ շրջանակիս, իմ քաղաքիս, իմ համայնքիս հաշվին։ Մեր արժանապատվությունը վիրավորեց այդ եկեղեցին։ Անոնք հայաստանյաց եկեղեցի չեն։ Մի խոսքով մթնոլորտը ծանր է, պետք է հաղթահարել այդ մթնոլորտը։ Ներողություն չլսեցի։ Ասում եմ ծանր մթնոլորտ է, համաձայն եմ, բայց պետք է հաղթահարել դա։ Այո, պետք է հաղթահարել, պետք է հաղթահարել։ Ուսամարիտներ մի դունենակ։ Սաբահուն ընդվզումը շատ բարձր է, սոցցանցերու վրա ահագին քրարումներ, ահագին մեղադրանքներ գհնչեն, հուսամ թե պիտի գիտակցին իրենց կատարած սխալին։